Սրբազան փաստացի ժողովուրդը կուտկվեց, որ երկու անգամ ձեզ տանեն։ Դուք Ժորժան ժողովուրդ առանց գոռալու։ Սրբազան ժողովուրդը երկու անգամ փաստացի ցույց չտվեց, որ դուք գնաք, 3 անգամ, բայց դուք ցանկանում եք գնալ։ Հիմա եթե ժողովուրդը էլի ցույց չտա, որ դուք գնաք, Խնդրեմ որ թույլ տա։ Հիմա դուք եք ընդդիմանալու ժողովրդի կամքին։ Որովհետև նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական։ Բայց իրենք հասկացան։ Կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան։ Ինչի համար եմ սա ասում։ Տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեկուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար Հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց։ Շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորիդ քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար Հայրապետին, իմ մասնավորի իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Հիմա իրենք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղծեն մայրաթորի հոգեպարար, հոգևոր մթնոլորտ։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Սրբազան ինչու մեկ տարի առաջ արված հայտարարությունը հիմա դարձավ քրեական վարույթ հարուցելու։ Ինչը։ 2 տարի առաջ։ Այդ մասին պետք է գնանք խոսանք, չէ՞։ Այդ մասին պետք է խոսենք։ Բա գնում ենք խոսելու։ Եվ կներեք։ Ախո չեք լռելու, գնում ենք խոսելու։ Այստեղ ոչ մեկ համաձայն չի որ դու գնաք։ Սրբազան որ ասացեք լավ եմ արել նկատի ունեք այդ հրաշքը։ Աքես ինչը նկատի ունեմ այդ։ Ինչ որ ասել եմ, այից մինչև ֆակտ։ Ոչ ես կշտում, ասում եմ այից մինչև ֆակտ։ Սրբազան, պարզ է որ ձեզ եւս կկալանավորեն, ինչպես կալանավորեցին բազմաթիվ Սրբազանի մյուս։ Ամեն ինչ մարդու համար է։ Դուք պատրաստ եք կանխատեսում եք այս ամեն ինչը։ Ինձ համար մեկ է։ Մենք այս աշխարհում հոգևորականներս ապրում ենք իբրև աքսորիա։ Հիմա բանդում կլինի, բանդից դուրս, ամեն տեղ մեզ համար բանդ է։ Բայց որտեղ է, որ Աստված մոտիկ չի։ Ամենուր Աստված մոտիկ է։ Նաև բան։ Բայց այսպես բոլորը մեկուս ասելով հերթը կգաք ասնի նաև Հայրապետին ամբողջ եկեղեցին։ Մնացած հարցերի հետո կպատասխանենք։ Չի հասնելու։ Հիմա նախ եւ առաջ մեր գերագույն խնդիրը եւ մեր բոլոր հոգեվոր եղբայրներով Վեհապար Հայրապետի գլխավորությամբ մենք մեր գերագույն խնդիրը ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ, առանց ձեր օժանդակության ոչ մի բան չէինք կարող անել, հա այս ճակատամարտը հաղթել ենք։ Հիմա իրենց մենք պետք է այսպես ասած հաղթատուկ չտանք, որպես իրենք երկրորդ հարձակման իրավունքը ձեռք բերեն։ Արդեն իրենց նիկոլագանները ավելի այդ բանը տանում են համացանցում, որ ես թաքնվում եմ ձեր հետևում, ես թաքնվում եմ քահանաների հետևում, թաքնվում եմ եպիսկոպոսների եւ մյուսների հետևում, ես չեմ թաքնվում։ Թույլ տվեք իրենց ապացուցել, որ ես չեմ թաքնվում։ Եվ դուք էլ կարող եք այս ամբողջը արդահայտել այնտեղ, որտեղ ավելի հնարավոր է արդահայտել, քան թե փորձենք այս հոգեվոր մթնոլորտը խաթարել։ Եթե կարծում եք սա մեկ շարժ